Զանգը պաշտոնապես ազդարարեց, Telcel ընկերությունն իր բաժնետոմսերն է ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում։ Արդեն մոտ 1 ամիս է հայկական բորսայի բաժնետոմսերի շուկայում Telcel-ը ցուցակված 12-րդ ընկերությունն է։ Սա նոր հնարավորություն է ստեղծում ոչ միայն ընկերության եւ ներդրողների համար, այլ նաեւ երկրում բացվում են կապիտալի շուկայի զարգացման նոր հեռանկարներ։ Մեր բաժնետոմսերը արդեն հասանելի են բորսայում եւ ներդրողների համար շատ լավ հնարավորություն են կատարել ճիշտ ներդրում, օգտվել մեր այն հնարավորություններից, որոնք առաջարկել էինք ինչ թողարկումը ներկայացնում ենք եւ ինչ նախատեսում ենք ապագայում առաջարկել։ Telcel-ը Հայաստանի ֆոնդային բորսայի երկրորդային ցուցակում ցուցակել է շուրջ 1.2 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով եւ 35 դրամ անվանական արժեքով 34 միլիոն 650 հազար հասարակ բաժնետոմսեր։ Այս բաժնետոմսերով թույլատրվում է հասցեական առևտուր եւ ռեպո գործարքների կնքում։ Ֆոնդային բորսայում ցուցակումը բաժնետոմսերի առաջնային թողարկման տրամաբանական շարունակությունն է։ Telcel-ն իր բաժնետոմսերի առաջնային թողարկման մասին հայտարարել էր 2024 թվականի սեպտեմբերի 18-ին։ Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի գործընթացն ընկերությունն ավարտեց նոյեմբերի 30-ին, ժամկետից 1 օր շուտ։ Ընդհանուր առմամբ թողարկվել են 1 միլիոն 540 հազար դրամ արժողությամբ 3 միլիոն 850 հազար բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Բաժնետերերի եւ անվանատերերի թիվը 3631 է։ Առանձնանում ենք մեր դիվիդենդային քաղաքականությամբ եւ ինչպես եւ հայտարարել ենք, մնում ենք հավատարիմ այս սկզբունքին եւ մեր դիվիդենդային քաղաքականությամբ ամրագրել ենք, որ հաշվետու տարվա ընթացքում արձանագրված շահույթի առնվազն 50%-ը մենք տեղաբաշխել ենք որպես դիվիդենդ։ Ֆոնդային բորսայում ցուցակման օրվանից Telcel-ի բաժնետոմսերի գինն աճել է արդեն 4.75%-ով։ Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը դա համարում է եւս մեկ ապացույց, որ կապիտալի շուկայում կան առողջ ընկերություններ, որոնք պատրաստ են Հայաստանի կապիտալի շուկայի միջոցով եկամուտներ վաստակելու հնարավորություններ ստեղծել տեղի եւ միջազգային ներդրողների համար։ Շատ ողջունելի է, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք խիզախ եւ քաջ են գտնում այնքան, որ դառնան բաց բաժնետիրական եւ ցուցակված ընկերություն, որովհետեւ դա պարզ աշխատանք չի, այլ նախապատրաստական մեծ ջանքեր է պահանջում, որպեսզի դառնալ բաց եւ թափանցիկ եւ վստահելի եւ միևնույն ժամանակ պատրաստակամություններ ցույց տալիս ընկերության նաեւ հանրության առջեւ գնել պատասխանատու։ Բաժնետոմսերը միայն մեծ ներդրողների ձեռքում չկենտրոնացնելու եւ հիմնականում փոքր ներդրողներ ներգրավելու նպատակն իրականացել է, նկատում են բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրած Armbrook ընկերությունից։ Ներդրողների շրջանակներում շատ մեծ էր հետաքրքրությունները, մի քանի հազար ներդրողներ բայց հաջողվեց ներգրավել այս process-ում, ինչը բավականին լավ արդյունք է շուկայի համար։ Հայկական շուկայում Telcel-ի բաժնետոմսերը հասանելի դարձնելն ընկերության 17 տարվա հետևողական ու քրտնաջան թիմային աշխատանքի արդյունք է։ Գործունեությունը մեկնարկելով որպես տերմինալային բիզնես, ընկերությունն այսօր դարձել է արդեն էկոհամակարգային բիզնես։ Telcel-ի բաժնետոմսերը կարելի է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ, բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով բաժնետոմսերի ձեռքբերման հայտ։